կունենաք դատավորից, որտեղ շատ երկար տևեց, թվում էր թե շատ պարզ է, մի նախադասություն ասել դրա շուրջ պետք է քննության ենթարկեց քննիչի միջնորդությունը մեր դիրքորոշումները մանրամասն ուշադիր լսեց, ինչ դիրքորոշում կհայտնի, մենք ձեզ կասենք։ Իսկ դատախազը ինչպիսին էր, ինչպես է իրեն պահում, կարողանում է համոզիչ փաստարկներ բերել, որ Սամվել Կարապետյանը պետական հեղաշրջման Մեր գնահատմամբ ոչ չէր կարողանում եւ շատ անհամոզիչ էր եւ դատախազը եւ քննիչի հիմնավորումները։ Որ հիմնավորումը հատկապես։ Բոլոր հիմնավորումները։ Այսինքն ինչպես էր մեկնաբանում։ Եվ որ արկա է հիմնավոր կասկած եւ որ արկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր։ Մենք վիճարկում ենք եւ ձերբակալման իրավաչափությունը եւ հիմնավոր կասկածի արկայությունը, այսինքն մենք գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել եւ վիճարկում ենք նաեւ խափանման միջոցի քննիչի ներկայացված բոլոր 3 հիմքերը։ Քննիչը հենց կոշտ կալանք է։ Հարց տվել են արդյոք Սամվել Կարապետյանին, ինչ է նկատի ունեցել, երբ ասել է մենք մեր ձևով կմասնակցենք։ Մեր ձևով Հարցը տվել են, պատասխանը ներկայացնել։ Ինչ է ասել, պատասխանը ես պատասխանը որ ներկայացնեմ Լավ, ասել է, որ ես այն կոչ երբեք չեմ արել, որևէ քաղաքական գործընթացների մասնակցելու կոչ չեմ արել։ Պարոն Հակոբյան, տեսանյութն է եղել հիմնական։ Բացառապես տեսանյութը։ Ոչ թե սղագրությունները, այլ տեսանյութը, որովհետև սղագրություններ կային, որոնք տարբերվում էին տեսանյութում եղած ինֆորմացիայից։ Այդ սղագրությունը դուք կարող եք յուրովի անել, ես յուրովի կարող եմ սղագրություն կատարել։ Ունենք տեսանյութ, որը միայն տեսանյութ։ Այսինքն օպերատիվ որևէ տեղեկություն չի եղել։ Տեսանյութն է, տեսանյութի հիման վրա զննության արձանագրությունն է եւ զննության հիման վրա հաղորդումն է։ Իսկ դատավորի մասին ինչ կարծիք ունեք։ Տարբեր կարծիքներ հիմա չեմ ուզում հնչեցնել, բայց եթե առնչվել եք երբևէ իր հետ, ասին նորանշանակ դատավորը։ Կոնկրետ տվյալ դատավորի մասին լսել են, որ կայացրել է եւ արդարացման դատական ակտեր եւ մեղադրական դատական ակտեր։ Կարապետյան Արտակ։ Իսկ մեղադրող դատախազը ոնց հասկացանք, այսինքն նախաքննական մարմինը հենց կալանք է, չէ՞, պահանջում, մտածում է, որ երևի շատ վտանգավոր հանցագործ է, կարող է ինչ-որ բան անել, հա, այդպես է։ Քրեական վարույթ իրականացնող մարմինը միջնորդել էր կիրառել խափանման միջոց կալանք եւ իր միջնորդության մեջ նշել էր, որ այլընտրանքային խափանման միջոցները իզորու չեն ապահովել մեղադրյալի կարգավիճակում ապօրինաբար գտնվող Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագիծը։ Մի բանը չգիտեմ, թեպետ դուք ձեր խոսքում ասացիք, բայց կխնդրեմ հստակեցնեք։ Նույնիսկ եթե ամենամեղմ խափանման միջոցը կիրառվի, օրինակ գրավ X միլիոն դրամի դիմաց, ազատ ես ստորագրություն երկիր չբացակել, դուք միևնույն է դա կբողոքարկեք։ Իսկ դատարանում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները դուք մեջ բերել եք, ներկայացրել եք, որպեսզի բարձ լինի նաև քաղաքական ենթատեքստը եւ հետապնդությունը։ 4.5 ժամ դատական process ա եղել, չենք կարող ամբողջությամբ ձեզ ներկայացնել, շնորհակալություն, որ այստեղ եք։ Որովհետև ամեն ինչ հաջորդել է Օրինակ նաև ամբողջ պատասխանեցի։ պատասխան։ Հեցի հարց չի քննարկվել։ Փաշինյանի հայտարարությունից իրավաբան ինչ է կարծում, կա իրավական մեթոդ մասնավորից հեծը վերցնելու։ Ես տեղյակ չեմ այդ process-ը։ Որպես իրավաբան այդպեսի։ Դե որպես իրավաբան ես քրեական ոլորտի մասնագետ եմ, հարցին պատասխանելու համար պետք է ծանոթ լինեմ։ Հիմա որտեղ է գտնվում պարոն Կարապետյանը, ինչ արգելանքի տակ գտնվող անձանց համար առանձնացվեց փակ զոնա կա, փակ գոտի կա այնտեղ։ Իսկ օրենքով սահմանված կարգով ամենաուշը երբ կարող են հրապարակել որոշումը։ Ամենաուշը ձերբակալման ժամկետը դատարանը չէ, 72 ժամ չէ, դատարան մուտք արվելուց 12 ժամվա ընթացքում։ Պարոն Հակոբյան, ոլորտի մասնագետ եք եւ երկարամյա մասնագետ եք, ուզում եի հասկանալ, այսպեսի նախադեպ ունեցել եք, այսպեսի մոտիվներով գործառույցել, անհասկանալի։ Չենք ունեցել։ Եվ դժվար էլ թե լինի երբևէ։ Հիմա ընդմիջվել են իսկ այս։ Չէ, ավարտվել է, դատավորը հեռացել է առանցին սենյակ դատական ակտ կայացնելու համար։ Երեք տան դիմացից նաև այլ անձինք են ձերբակալվել։ Նրանց ճակատագրի մասին ինչ կարող եք հաղորդել եւ դուք եք նրան շահեր պաշտպանում թե այլ անձ։ Չեմ ներկայացնում շահերը, ձեզ կարող եմ տեղեկացնել, որ 50-ից ավելի անձ 51 թե կոնկրետ քանակը չեմ կարող ասել, տարվել է ոստիկանություն հարկադրաբար իմ տեղեկություններով անհամաչափ հարկադրանք է կիրառվել։ Երկուսի թևն է ոնց կոտրվել է։ Հա։ Իսկ ինչ են տարել, ո՞րն է եղել։ Ես փաստաթղթավորումը չեմ տեսել։ Կա այդ փաստաբանը։ Իմ ստացած տվյալներով բոլորին պահել են ժամկետից շատ, առավելագույն ժամկետից շատ եւ իմ ստացած տեղեկություններով նաեւ ոմանց ոստիկանները սեփական
տան սեփական տարածք ներխուժել են եւ այնտեղից են տարել։ Ճիշտ է, որ երեք խոզարկություն հա, այսինքն հակառակական գործողություն է իրական։ Այո, փաստաբաներ կան զբաղվում են այդ հարցով։ Չէ, ես նման տվյալներ չունեմ։ Իսկ Կարապետյանների տանը խոզարկություն անցկացվել է, որտեղ այդպիսի տեղեկություններ կա, որ սկզբից ուզել են խոզարկել, բայց որոշում չեն ունեցել դատարանի։ Կա նման բան։ Նախագծության գաղտնիք կարող է լինի, որ հրապարակեմ։ Թե խոզարկությունը, չէ, զուտ փաստը խոզարկության ուզում եք իմանալ կա, թե չէ խոզարկել են բնակարանը։ Տունը խոզարկել են, այո։ Շուտ բան արգրավել են դեպի պետական։ Ես չեմ մասնակցել խոզարկության արդյունքները ինձ հայտնի չեն։ Ձեզ էլ ենք շնորհակալ, հաջողություն։ Ներողություն։ Մենք էլ ենք օգնած, բայց ուզում ենք հարցնել, պարոն Կարապետյան։ Պարոն Կարապետյան։